այն արարքները, ինչ որ իրականության բացարձակ կապ չունի, արդյոք հետիոտնի օրինակ քաղաքական կողմնորոշումը թույլ է տվել վերջինս չհարգել, անտեսել եւ խախտել կարգավորողի կարգադրությունները, այլ նաեւ ճանապարհային երթևեկության կանոնները։ Հիշեցնեմ, որ քրեական գործում չկա որևէ տվյալ այն մասին, որ տուժողը իբր թե շփոթելու հետևանքով է հետ քայլ կատարել։ Դա ընդամենը տուժողի լիազոր ներկայացուցիչի ենթադրությունն է, ով փորձում է հանգուցյալի փոխարեն ցուցմունք տալ, միգուցե տուժողի ողջ մնալու պայմաններում վերջինս ցուցմունք տար, որ չի ենթարկվել կարգավորողի ցուցումներին եւ պայմանավորված վարչապետի անձով վերջին պահին որոշել է չզիջել ճանապարհը Շարասյան, ստացվում է, որ տեսանյութում ակնհայտ տեսանելի հանգամանքները մատուցում են որպես չփարատված կասկած։ Մյուս այս տեսակ խոսույթները արդեն հաջորդ բաժնում դուք կլսեք, կծանոթանաք, երևի թե հենց սրա տրամաբանական շարունակություններ կլինեն։ Հրավիրենք մեր մյուս բանախոսներին, որովհետև այստեղ նույնից արտադատությունը իր հերթին, բայց իր ճանաչումը որպես գործիք մշտապես ունեցվում է հանրային կարծիքի վրա ազդելով։ Մենք գիտենք, չէ, արտադատությունը մի կոմպոնենտում դա նաև հանրային արտադատությունն է, ու եթե դու այնտեղ կարողանում ես հաջողության հասնես, մյուսը դառնում է ճանապարհով արդեն տեխնիկական։ Բանախոսները քաղաքական ինքնիական կենտրոնի հիմնադիր անդամներից Նարեն եւ մեծափորձագետ Կարեն Մարտիրոսյանը։ Բարև ձեզ։ Մեր Նարե Սիմոնյան, Կարեն Վարդանեսյան, մենք հիմա կխոսենք այն մասին, թե ինչպես է Սոնա Մնացականյան արդեն մահից հետո ընկել իշխանական այդ քարոզչամեքենայի, կարելի ասել կատոկի տակ, հա։ Ընդհանրապես, եթե նայենք նման դեպքերը, հա, երբ որ քաղաքացին, քաղաքականությամբ չզբաղվող քաղաքացին, ով իր կենցաղային հարցերով է զբաղված, առնչվում է պետության հետ եւ ակնհայտ զոհ է այդ իրավիճակի, շատ հաճախ անձեն աչքով կարելի է նայել սոցիալական հարթակներում եւ զարմանալ ինչ է կատարվում, հա, ինչպես են ամենավերջին հանցագործը դարձնում այդ իրավիճակի զոհին, ինչեր են վերագրում եւ անձեն աչքը կարող է չհասկանալ, որ սա ուղղորդված ինչ-որ արշավ է, հա, օրինակ հղիկին անցնում է ճանապարհը, վրաերթի են ենթարկում եւ սպանում են եւ ինչ ասես վերագրվում է, որ դիտմամբ է արել, չգիտեմ, հանցագործ է եղել եւ այլն։ Օրինակ, երիտասարդը կանգնած է եկեղեցում, պատարագի է մասնակցում եւ հա քաղաքական ճնշման զոհ է դառնում, իրավիճակի զոհ է դառնում։ Օրինակ, կինը իր երեխային տանում է ուղղակի շախմատի մրցման եւ վարչապետի քարոզարշավին է հանդիպում եւ հա իրավիճակի զոհ է դառնում, ինչ ասես վերագրում են, նա չի սիրում Հայաստան, ատում է քարտեզը եւ այլն։ Այսինքն այս դեպքերում, երբ որ կա ակնհայտ քաղաքացու զոհ լինելը, տեսնում ենք ինչ-որ համակարգված հարձակումներ։ Հիմա Սոնայի դեպքում, օրինակ, ինչքանով է գործը քաղաքական կամ ոչ քաղաքական, եկեք մի պահ ենթադրենք ինչ կլիներ, եթե Սոնային վրա երթի ենթարկեր հետիոտնով անցնելիս սովորական վարորդ 108 կմ/ժ արագությամբ ընթացող կամ փարոսիկներով որևէ մեքենա, որը այդ նույն իրավասությունը ունի, ինչ վարչապետի ավտոշարասյունը։ Պարզ է, որ այս ամենը չի ունենա։ Կամ եթե վարորդը ընդդիմադիր լիներ, պատկերացրել ինչ կլներ, վախենալու է պատկերացրել։ Հաստատ մի անգամից տեղում կկալանավորվեր ու դե բոլորը խոսելու էին այդ մասին։ Եկեք մենք հիմա կխոսենք այն մեխանիզմի մասին, որով հանգցնում են հանրային բողոքը, հանրային ծասումը, վրդովմունքը, ու պետք է հասկանանք, որ այն ինչ կատարվում է, դա պատահականություն չի, դա հախուռն ռեակցիա չի, այլ դա շատ լավ մտածված, շատ լավ նախագծած, հա, պլանավորած գործողություններ են։ Մարին ջան, ես կանեմ։
Ենթադրենք ունենք ինչ-որ միջադեպ, որը իշխանությունների համար տհաճ միջադեպ է։ Այսինքն իրանց հեղինակությանն է հարվածում, անարդարությունը ինչ-որ հա ու հանրային դժգոհություն է առաջացնում։ Օրինակ հունիսի 12-ին այս պատկերը երևի բոլորին ծանոթ են, հավանաբար լրագրողներին, երբ ոստիկանները տեսաձայնային լուսաձայնային նռնակներ նետեցին հենց լրագրողների վրա, հա, այդ ցույցը լուսաբանող, բողոքի ցույցը լուսաբանող հենց լրագրողների վրա։ Մենք իհարկե առանձին մի հատ մեծ թեմա, ինչպես էին օրինակ սա հանգցնում, դա էլ է շատ հետաքրքիր թեմա, բայց ենթադրենք ունենք ինչ-որ սենց միջադեպ, հա, աբստրակտ, ենթադրենք ինչ-որ բան է եղել, իրադարձություն է եղել, որտեղ կա զոհ ու այդ զոհը կամ տուժած կա ու այդ ակնհայտ է, որ սա անարդարություն է։ Ինչ է արվում։ Առաջի քայլը դա թաքցնելն է։ Թաքցնել, քողարկել, եթե չի ստացվում թաքցնել, ապա քողարկել իրադարձությունը ու խլացնել։ Այսինքն, եթե մենք ունենք գործողությունների այսպիսի շարան, որը եթե չմիջամտեր իշխանությունը, ինչ կլներ։ Կլներ իրադարձություն, անարդարություն, հանրությունը կիմանար այդ իրադարձության մասին, կհասկանար, հա, որ ինչ-որ անարդարություն է եղել, եզրակացություն կանել, որ արդար չէր այդ հարձակումը ու օրինակ բողոքի ցույց կարող է լինել, հա, դժգոհության ինչ-որ ալիք, պահանջներ մեղավորին պատժելու եւ այլն։ Շատ երկրներում թվում է թե փոքր միջադեպը բերում է ընդհանուր մինչեւ երկրի ղեկավարի հրաժարականի, հա, շատ բազում այդպիսի դեպքեր կան։ Հիմա ինչ է անում իշխանությունը, որպեսզի այդ հանրային ալիքը դժգոհության վրդովմունքի հանգցնի։ Քայլ առաջին դա թաքցնել, քողարկել, եթե հնարավոր չի խլացնել, այսինքն ինչ-որ այլ իրադարձություն մեջ գցել ու ուշադրությունը շեղել դրա վրա, հա։ Երկրորդ քայլը զոհի արժեզրկում, այսինքն որպեսզի մարդկանց աչքերում այդ զոհը, այսինքն ասեն դե հա վատ բան է եղել, բայց դե իր արածն է մի բան չէր, կամ չգիտեմ վատ մարդ էր, իրան հասնում էր եւ այլն, հա։ Ինչ են անում, արժեզրկում, պիտակավորում, վարկաբեկում ու մեղադրում, ինքն էր մեղավոր։ Հա, սա սխեմա է, այսպես ասած նույնիսկ դասագրքեր կան, հա, որտեղ բացատրված է, թե ինչպես է պետք գործել այդ հանրային ցասումը հանգցնելու համար ու շատ հստակ օգտագործում են դա։ Երկրորդը օրինակ, որ փորձենք օրինակներ բերել, հենց մեր աչքի առաջ մի քանի օրինակը կա։ Սոնայի դեպքում, երբ որ ասում էին ընդդիմադիրը չի ենթարկվել, ինչը սուտ է, նույնը օրինակ էս արժեզրկում, պիտակավորում եւ վարկաբեկումը մեղադրում տեսանք Մոսյան Արմինեի դեպքում, երբ որ ինչ էր ասած չհորինեցին հենց այդ առաջին պահին, որ ասել է այդ քարտեզը վիրավորել է, այնինչ որևէ ձայնագրությունում չի հաստատվել, որ քարտեզի մասին որևէ վատ բան է ասել է մենք ավելի մեծ ունեինք, կամ չգիտեմ, վերագրել ինչ-որ բաներ, որ չի սիրում Հայաստանը, որ ասել է թքած ունեմ այդ քարտեզի վրա եւ այլն ճակերտներով, հա, իրենց բարև ենք մեջ վերում։ Ճիշտ է, երկրորդ, երրորդ փուլում ապացուցվեց, որ նման բան երբևէ չի ասվել, բայց առաջին ինֆորմացիոն ալիքին հակազդելով նրանք ինչ-որ ստեր նետեցին դաշտ, որը հետագայում չապացուցվեց, բայց ավելի քիչ մասաներին հասանելի դարձավ, հա, այդ խլացումները։ Իդեպ էս բոլոր դեպքերում ցանկացած այսպիսի դեպք, որ հետևում եք, նույնիսկ մեր վրա ենք զգացել, երեք, քանի որ լրացավ Սոնայի եւ իր չծնված երեխայի մահվան 4 տարին, մենք ավանդաբար ամեն տարի մոմավառություն ենք անում մի հիշատակ այդ դեպքի վայրում ու մահվան օրվանից սկսած, սա արդեն 5-րդն էր, հա, 5-րդն էր, ու մեկ էլ մեզ գրում են փողով ծախված, ինչի եք նոր հիշել, նախընտրական շրջան է հիշել եք, այսինքն այն ինչ որ մենք ամեն տարի անում էինք, այս տարի որոշել են ասել, որ նախընտրական շրջանի պատճառով, ասենք այդ բանը, հա, վարկաբեկելը, պիտակավորելը, մեղադրելը։ Երկրորդը, եթե չի ստացվում, իսկ Սոնայի դեպքում շատ դժվար է իրան վարկաբեկել, որովհետև կինա, երիտասարդ կինա, մայրը
ասենք, եղել է իրականում հաջողակ ձեռներեց IT ոլորտի, հա, լավ կրթված, զարգացած հանրային գործունեությունը Արցախում ծրագրեր էր անում, այո, վիրավորներին էր օգնում, հիմնադրամ կար, հա, օգնենք մեր հերոսներին, այդ հիմնադրամում էր աշխատում եւ այլն։ Հաջորդ քայլը, երբ որ վարկաբեկելը դժվար է, իհարկե որոշ լսարանի մոտ վարկաբեկվում է, բայց հաջորդ քայլը դա դեպքի խմբագրելն է, խեղաթյուրելն է, մեղքը լղոզելն է ու շեղելը թեմայից էլի։ Այս դեպքում հարց, օրինակ Սոնայի դեպքում վարկաբեկելը շատ դժվար էր, բայց տեսնում էինք համակարգված ամենուր մի քաղաքականացրեքը։ Էսա կխոսեմ դրա մասին, այդ կա։ Իրականում ինչ արեցին իշխանական այդ քարոզչության գեներալները, հա, ըստ էության լսարանը բաժանեցին 3 մասի, հանրությանը, հա։ Առաջին մասը դա իրենց կողմնակիցներն են, նույնիսկ իրենց կողմնակիցների համար դա նորմալ չի, երբ Շարասյունը մարդա սպանում ու առանց կանգնելու գնում, հա։ Երկրորդը դա չեզոք լսարաններն են, այսպես ասած չքաղաքականացված մարդիկ, ու երրորդը դա ընդդիմությունն է, ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներ։ Ինչպես աշխատեցին։ Ամեն լսարանի համար առանձին մի հատ պատմություն հնարեցին, առանձին ուղերձ։ Իրենց աջակիցների համար, հա, այսպես ասած, մի քիչ բան ասեմ, նիկոլականների համար որոշեցին այսպիսի մի հատ թեզ գցել դաշտ, թե իբր Սոնա Մնացականյանը փողով ցուցարար էր, որը հատուկ ուզում էր սադրանք կազմակերպել, ուրեմն հղի նետվել ավտոյի տակ, ուղղակի լավ չի հաշվարկել ու զոհվել է։ Այդպիսի բան էին գցել, հեսա կտեսնենք օրինակները։ Չեզոք լսարանի համար այն էլի լրիվ սուտ թեզն էին գցել, թե իբր բաներ, իբր թե կամակոր աղջիկ է եղել, չի լսել ոստիկանին, վիճելա ոստիկանի հետ ու դրա համար այս դեպք է եղել, դա սուտ է տեսանյութերում ոստիկանը մեջքով է կանգնած։ Այն պահին, երբ որ պետք է կարգավորել ու իրար չթողել անցնել, ոստիկանը ընդհանրապես Սոնային ու այդ Սոնայի դիմացից գնացող են մյուս աղջկան մեջքով է կանգնած։ Հա։ Ու երրորդը ընդդիմությանն էլ ասին, դե իրանք նիկոլական ընտանիք են։ Հա, ու նամանավանդ երբ որ այդ առաջի օրը Սոնայի հայրը այդ հույզերի մեջ, հա, այդ ծանր վիճակում, որ լրագրողները սկսել էին հարցեր տալ, այդ քաղաքական հարցեր տալ, ասել էր մի քաղաքականացրեց, դա սարքվեց դրոշ ու դա մատուցվեց ընդդիմությանը։ Ասեմ, որ բավականին հաջող այդ իրանք գործողությունը արեցին ու մի պահ կար, որ ընդհանրապես այս դեպքը մոռացվել էր 22-23 թվականի այդ պահին այդ դեպքից համարյա չէր խոսվում։ Ուրեմն հաջորդը արդարության իմիտացիան, որ արդեն մեծ անարդարություն եղել է, իմիտացիա են անում, թե իբր արդարությունը վերականգնում են։ Ինչպես են անում, պաշտոնական գործընթացներ, բոլորդ լսել եք, չէ, դե սպասեք հլը, քննությունը ամեն ինչ կպարզի, դատարանը ամեն ինչ կորոշի, սա ստանդարտ սխեմա է, թեման փակելու, հա, թե հետո ինչ կլինի, դատարանը ինչ կորոշի, մարդկանց մեծ մասը չի իմանում։ Ավելին ասեմ, եթե մենք օրինակ այս թեմային այսքան ուշադիր չհետևեինք ու անդադ այս մասին չխոսեինք, երևի թե քչերն էլ հասկանային, որ անարդարությունը շարունակվում է։ Ավելին անցած տարի, երբ որ դատարան, Առաջիացյանի դատարանը վերջապես մեղավոր ճանաչեց վարորդին եւ դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման, շատ տեղեր այդ լուրը գնաց ու շատ մարդիկ իրանց թվաց, որ վերջ թեման փակված է։ Մարդիկ չգիտեն, որ կա բողոքարկումների փուլ, որ այդ բողոքարկման փուլում կարող է ուղարկեն հետ էլի Առաջիացյանի դատարան, որ թեկուզ վերաքնիչ դատարանում է գործը ձգձգվում, օրինակ վերջին իստը հետաձգվեց էլի մի քանի շաբաթով։ Մի խոսքով այդ բոլոր մեթոդները, հա, ձգձգելու ու վաղեմության ժամկետը սպառելու, անցկացնելու, որպեսզի մեղավորներից մեկը ընդհանրապես գետ 1 օր ազատազրկման մեջ չլինի։
Այդ հարցով մեկ ավելացում հենց, քանի որ այդտեղ ասվում է, որ հա, հենց նորությունը այդպես գնաց, որ դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման, նույնիսկ այդ թեմայով հետաքրքրվողների համար առաջին հայացքից կարող է պարզ չլինել հիմա այդ մարդը դատապարտված է, թե ոչ, այնինչ այդ մարդը ազատության մեջ է։ Շատերը վստահ են, որ վարորդը արդեն ազատազրկված է, բայց ոչ միայն ազատազրկված չի, այլև շարունակում է աշխատել նույն տեղում։ Ու երբ այս բոլոր գործընթացները չեն աշխատում, սկսվում է տուժածների ահաբեկում, կաշառելու փորձեր եւ այլն։ Բայց այն էլ ասեմ, որ մի վարքան բայց այն էլ ասեմ, որ այս դեպքում երևի թե այս վերջի փուլին, իհարկե սա ընտանիք կասի եղել են ինչ-որ սպառնալիքներ, հոգեբանական կտանքների մասին ասաց Մարիամը եւ ասեմ, որ Սոնայի հայրը մի քանի անգամ սրտի վիրահատություն է տարել, իսկ Սոնայի հորեղբայրը հենց դատական նիստի ժամանակ սրտի կաթված է ստացել։ Բարիս բուն իմաստով կտանքների են իրանց ենթարկում, օրինակ այդ նույն վիդեոն 10 քանի անգամ ստիպում են անընդհատ նայել այդ զոհվելու պահը։ Ինչևէ, եկեք շատ արագ օրինակներով անցնենք ավելացում։ Խեղաթյուրման մասը գուցե նաև հա այլ մասերի հետ կապ ունի եկեղեցում, Սուրբանա եկեղեցում տեղի ունեցած Դավիթ Մինասյանի դեպքը, հիշում եք հենց տեղի ունեցավ դեպքը, թե չէ, իշխանական էլի տարբեր լրատվականներ եւ ինֆլուենսերներ սկսեցին ոչ միայն հա նաև քրեականը գնաց գործը նրան, որ սա կազմակերպված որևէ հարձակում է եղել, եղբայրն էլ ձերբակալվեց եւ նաեւ Գևորգյան, հա Գևորգյանը այդ պահին ձերբակալվեց եւ իմիտացիա ստեղծվեց, գնացին տուն, խուզարկեցին եւ այլն, իմիտացիա ստեղծվեց ինչ որ պլանավորված դավադրության քիչ էր մնում էլի ասեին ահաբեկչություն եւ այլն, այնինչ գործով որևէ այդպիսի բան չկա եւ չի ապացուցվել եւ մյուս երկուսը նույնիսկ հենց այդ պահին մի քանի օր հետո ազատ են արձակվել, գուցե մի քանի ժամ հետո, եւ նաեւ տեսնում ենք, որ հա որևէ հարձակման միտում չկա, հետո ավելի մանրամասն այդ վիդեոները ուսումնասիրելով, տեսնում ենք, որ վարչապետը իր շքախմբով անցնում է Դավիթ Մինասյանի կողքով եւ նա որևէ կերպ չի արձագանքում եւ այդ ամեն ինչը տեղի է ունենում, ավելի ուշ իմանում ենք նրանից հետո, երբ որ նա հարված է ստանում ծնոտին, ուղեղի ցնցում է ստանում եւ այլն, բայց այս ինֆորմացիան արդեն մենք ստանում ենք 3-րդ, 4-րդ, 5-րդ ալիքներով, հա, այդ ինֆորմացիան, իսկ երկրորդ հենց դեպքը տեղի ունենալուց հետո երկրորդ առաջին իմանում ենք դեպքի մասին, երկրորդ իմանում ենք, որ կա հա դավադրության կասկած, կա պլանավորված հարձակման կասկած։ Այս ոչ միայն խեղաթյուրումն է, այլև նաև հա այդ իրենց լսարանի համար իրենք իրենց արդարացնելու պահն է, որ շատ շատերը, երբ որ չեն հետաքրքրվում հետագա ընթացքից, կարող են հենց այդ բաներ իմանալ, որ կանխվել է որևէ հարձակում, այնինչ հարձակումը չկա։ Չի եղել։ Հիմա շատ արագ օրինակներով անցնենք, հա, այս սխեման ոնց աշխատեց Սոնայի դեպքում։ Քողարկում պատահարի թաքցնում այդ առաջի փուլներ։ Սա իրականում իրանց մոտ չստացվեց, որովհետև մի 20-25 րոպե անց պոլիտիկեյեմը արդեն տեսանյութ դրեց դեպքի վայրից, այսինքն իրանք չկարողացան թաքցնել, փոխարենը փորձեցին քողարկել։ Ինչով էր արտահայտվում այդ քողարկելը, լրիվ թաքցնել հնարավոր չէր ու պետական մարմինները ստիպված էին արձագանքել։ Փոխարենը իրանք փորձեցին սահմանափակել ինֆորմացիայի տարածումը, աղբյուրները սահմանափակելով տարածման խողովակները ու խլացնել այլ թեմաներով։ Իդեպ այս մարտավարությունները առ այսօր կիրարկում են, նույնիսկ մենք, որ այս թեմայով բավականին խորացած ենք, ինչ որ մեր համար նոր բաներ ենք բարբերաբար հայտնաբերում, որոնք լավ պահվել էին։ Օրինակ, ինչպես սա ոստիկանությունը, սա ոստիկանության առաջին մամուլի հաղորդագրությունն է այս դեպքի վերաբերյալ, որևէ խոսք չկա Շարասյան մասին, ասում է, որ ճանապարհային ոստիկանության Toyota Magnishi ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ, հա, որևէ բառ, որ հա, ու նույնիսկ չեն էլ ասել, որ զոհվել է, հա։ Այո, այս մասը ավելի հետաքրքիր է, որ վրայերթի ենթարկվածը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոնի։ Կարող է թե վթար է ինչ-որ բաներ չի, հա, այդպես է ներկայացվում։
Այն ինչ վարքյաններ անց արդեն բարձր որ մահացած է։ Այո։ Այսինքն այստեղ բան չկար էլի հաղորդագրությունում։ Երկրորդը հաջորդում է քննչականի հաղորդագրությունը, որտեղ էլի ասում են նախ այս բանն է, որ ձերբակալվել է, ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է, այդ տպավորությունն է, որ ինչ որ արդարության արդեն գործընթացներ կան, հա, պաշտոնական, ու հետո ճանապարհային ոստիկանության ծառայության ուղեկցող էլի սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած Toyota Prado Magnus-ի ավտոմեքենայով վրայերթի է ենթարկել եւ այլն բնակչուհուն, որը գիտակցության չգալով մահացել է։ Էլի որևէ խոսք չկա այն բանի մասին, որ ստեղ շարասյուն ունի, հա, շարասյունը կապ ունի եւ այլն։ Իդեպ այստեղ հետաքրքիր դրվագ կա, այն երբ որ իր փաստաբան ասում է, որ չի հեռացել վերադարձել է, հա, դեպքի վայրից չի թողել անօգնական վիճակում վերադարձել է, դեպքը եղել է 10:19, վերադարձել է 8:05։ Գնացել է շորերը փոխել է, նոր վերադարձել է, բայց դա ասում է չի թողել, վերադարձել է։ Այսինքն ենթադրաբար տուժածը պետք է տենց 2 ժամ այնտեղ պարկեր մինչև վերադառնար, հա։ Շորերը փոխել վերադարձել։ Եվ էլի վերջում նշում է վերջինս ձերբակալվել է։ Այսինքն արդարության տպավորություն է ստեղծում։ Ես ինչ եղավ։ Ալո։ Այո։ Ավելին ասեմ, այս միջադեպը նույնիսկ չի մտել վիճակագրության մեջ։ FIP-ից երբեմն օգտակար ինֆորմացիա լինում, ասեմ ձեզ, ու FIP-ը հարցում էր տվել, թե ոստիկանություն, ինչ միջադեպեր են եղել հետիոտնային անցումի վրա, իրենց ասել են, որ 22 թվին մահացու ելքով միջադեպ հետիոտնային անցման վրա 0 է։ Այսինքն նույնիսկ սա չեն ներառել վիճակագրության մեջ, հա, թեման փորձում են խլացնել, խեղդել, չի եղել տենց բան, մոռացության մատնել։ Իդեպ, եթե շատերին թվում է, որ հնարավոր չի սենց բանը մոռանալ, մենք ունենք բազում դեպքեր, որոնք մոռացվել են։ Օրինակ, Սուրմալուի պայթյունից այսօր ոչ մեկ չի խոսում։ Ով է դատվել, ով չի դատվել, այդ տուժածները, զոհերը հիմա ինչ վիճակում են, հա, ոչ մեկ այդ թեմաներով չի խոսում։ Ու սենց բազում ունենք դեպքեր, նույն պատերազմի, մեր պատերազմում զոհվածների անվանացանք առ այսօր չկա։ Շարունակությունը, հանրային ակնկալիք կար, որ Փաշինյանը կարձագանքի։ Ու նույնիսկ իր զինակիցները տենց բան էին անում, հա, մարդկանց ասում էին, էսա կխոսի վարչապետը, Վիլեն Գաբրիելյանն էր ասում, որ այսօր կամ վաղը պատշաճ արձագանքը կլինի, Մարիա Կարապետյանն էր ասում, որ կառավարությունը կարձագանքի, բայց Նիկոլ Փաշինյանի արձագանքը ավելի շատ տեսանելիություն կտար այդ թեմային, ավելի մեծ տարածում կտար այդ թեմային։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը այդպես էլ որևէ բան այդ օրերին, առաջի օրերին չի ասում այդ թեմայով, փոխարենը գերադասում է շփվել, այսպես ասած, միջնորդավորված, հա։ Սա հենց այն խոսքերն են, մի րոպե, այս պաշտպանն է խոսում ստեղ։ Չէ, ներողություն։ Սա օրինակ է այն բանի, ազատության ռադիոկայանին, մի բան նաև այլ լրագրողներին ընդհանրապես արգելել էին նիստերը լուսաբանել, որտեղ այն ինչ քննարկվում էր նիստերի ժամանակ, հանրության համար շատ խայտառակ պատկեր էր, հա, ցույց տալի, դրա համար արգելում են ուղիղ լուսաբանել։ Վկանելի հարցակնությամբ դատական նիստը շարունակվում էր, երբ մեղադրյալի փաստաբանի պահանջով դատավորը արգելեց ազատությանը շարունակել նկարահանումը, թեև ի սկզբանե տեղեկացվել էր, որ նկարահանում է Ազատություն ռադիոկայանը նիստը եւ երկու կողմերն էլ դեմ չէին։ Մի խոսքով։ Ուրեմն կատարվածի խմբագրում, փաստերի խեղաթյուրում, թեմայից շեղում, քանի որ չկարողացան թեման ծածկադմփոց անել, արդեն անցան այս խեղաթյուրելուն, հարձակվելուն զոհի վրա, ուրեմն ստեղծեցին այլընտրանքային իրականություն, հա, իրականությունը ճակերտներով։ Օրինակ Տարոն Չախոյանը ինչ է ասում, հենց նույն օրը, հա, մի քան շատ արագ արձագանքում են։
Իգիտություն բոլորին վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում ու չի եղել որևէ մեքենայի ղեկին, դրա մասին խոսելն անգամ անհեթեթ է։ Սա կատարյալ աբսուրդ է, հա, բոլորս էլ գիտենք, որ ոչ մի պաշտոնյա իր Շարասյան մեքենաները չի վարում, այսինքն թեման տանում է ինչ-որ մի պնդման, որը շատ հեշտ է հերքել ու տպավորություն ստեղծել, թե բանա, ինչպես են ասում, դա լկտի սուտ է և պետական գաղտնիք, հա, այսպիսի ինչ-որ կեղծ հերքման տպավորություն են ստեղծում, մանիպուլյացիա է, շատ արագ մի անգամից հմեկը այս իր ստատուսը դնում է Տարոն Չախոյանի։ Եթե ուզում հաջորդ ասել, որ սա արվում է նրա համար, որ պրոիշխանական լրատվականները դա վերցնեն եւ վերնագիր ունենան եւ արդեն շատերը հենց վերնագիրն են, չէ՞, կարդում, որ հերքվում է, հերքվել է, որ Ստեղ էլ բան է, առանձնացած մնացածը բամբասանքների ժանրից է, հա, սենց։ Որպես վերնագիր։ Այո, Չախոյանն էլ, Տարոն Չախոյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։ Իդեպ այս նույն մանիպուլյացիաները այս 4 տարին են շարունակվում։ Սա օրինակ ավելի ուշ մի քանի տարի անց Արմեն Խաչատրյանը ԿՊ-ական պատգամավոր ազգային ժողովի այս թեմայով խոսելիս օրինակներ ա բերում 60 կմ/ժ-ի մասին։ Ու այնպես ա խոսում, որ թեմայի այդ դատական գործի մանրամասներից անտեղյակ մարդու մոտ տպավորություն ստեղծվի, որ վարորդը 60 կմ/ժ-ով էր երթևեկում, տեսեք, այս փոքր հատվածում 3 անգամ ասում է 60 կմ/ժ։ Ու ասում է, ինչ դժվար է 60 կմ/ժ-ում մեքենան կանգնացնել, երբ որ անսպասելի դիմացը մարդադուս։ Է որ 60 կմ/ժ-ում անսպասելի դժվար է կանգնացնել, բա ինչ եք 108-ով քշում։ Բայց չիմացող մարդու մոտ տպավորություն է ստեղծում, որտեղ իր համար 60 կմ/ժ-ով քշելը, բայց բանա, այդ աղջիկը իրան գցել է ավտոյի տակ, էլի տենց է ստացվում։ Կամ այս թեմայում Սոնա Մնացականյանի անունը չկա ընդհանրապես այս միջադեպը, բայց նույն օրը հայկական ժամանակը երեկոյան, նույն օրվա երեկոյան, այսպիսի լուր է մեջ գցում, որ քաղաքում վխտում են բանդայի ներկայացուցիչները, բռնության կոչ անող լացիրակները, ինչ որ բանդա է քաղաքում բանանում, ինչ բանդա, դա բացատրում է մի քանի օրից Հովիկ Աղազարյանը իր ոճով, հեսա շատ կարճ բան է, լսեք։ Այսինքն սա զառանցանք է թվում, բայց մարդկանց մոտ տարբեր տեղերից լցնում են, հա, տարբեր տեղերից, ինչ որ մի հատ կապ չունեցող փորձագետ, ինչ որ ԱԺ պատգամավոր ու տպավորություն է ստեղծում, որ ասես քաղաքում ինչ որ 200 հոգանոց քիլերների հանցախումբ է գործում, որը հեսա պատրաստվում է Նիկոլ Փաշինյանին սպանել, բայց որևէ գործ չկա այդ թեմայով հարուցած ու չի եղել ոչ 22 թվին, ոչ 23 թվին եւ այլն։ Մյուս սուտը, որ գցեցին ու էլի իրավիճակը փորձում են փոխել, դա այն է, որ չի կարող Շարասյունը կանգնել, անհնարին բան է։ Ընդդեմ կարճ ժամանակ հետո դա հենց իրանք էլ հերքեցին, բայց հա, ասա։ Հերքում է իր տեղը, բայց միջև հիմա դեպքից արդեն անցել է 4 տարի, շատ շատերը դեռ են կարծիքին են, սովորական քաղաքացիները, ովքեր չգիտեն, հա, այսինքն այդ ինֆորմացիոն լուրը դեռ շատ շատերի մոտ մնացել է, որ եթե ցանկանայինները իրավունք չունեին կանգնել, այնինչ չկանգնելու իրավունք չունեին։ Այո, հակառակն է։ Տեսեք, ընդ որում էլի Տարոն Չախոյան, Արամ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր ԿՊ-ից Հովիկ Աղազարյան, այն ժամանակ ԿՊ-ից պատգամավոր էր։ Ընդ որում ինչպես է մեկնաբանում հենց Հովիկ Աղազարյանը ասում է, չեմ տիրապետում նրբություններին, բայց կարծում եմ հաստատ այդպիսի կետ կա, որ չի կարելի կանգնել։ Ու այսպես ամեն կողմից կրկնելով այդ սուտը, դա շատ մարդկանց համար որպես ճշմարտություն է հնչում, թվում է թե տրամաբանական է։
Պրոտոկոլի թեզը հերքել է եւ ՖԻՊ-ը եւ նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանային ժամանակվա Քրիստինե Գրիգորյանը։ Ասել է մեր ուսումնասիրությունները վկայում են, որ չկա որևէ օրենք կամ կանոն, որ վարչապետին ուղեկցող ոստիկանության մեքենան չպետք է կանգնի եւ կարող են լքել վտարի վայրը։ Հաջորդ բանը այդպես կոչված հետճշմարտությունն է, այսինքն տրուկերից, հա, այդ հնարքներից իրար հակասող, կապ չունի ճիշտ սխալ, լիքը տարբեր ինֆորմացիա են լցնում դաշտ։ Արելա չի արել, այս ձև եղավ, այն ձև եղավ, հա, որ մարդկանց մոտ վերջում գլխում մի հատ խառնաշփոթ լինի, իրանք արդեն նույնիսկ չփորձեն հասկանալ ճշմարտությունը որն է։ Օրինակ, Տարոն Չախոյանը հայտարարում է, որ վարչապետը հրահանգել է շտապօգնություն կանչի, նկատելով ընկած կնոջը, ՄԻՊ-ը ասում է, որ վարչապետը տեղեկացված չի եղել, հակառակ դեպքում վստահեցնում եմ կկանգնեցներ ավտոշարասյունը։ Այսինքն մարդը մի հատ սա է լսում, մի հատ սա է լսում, մի հատ երրորդ բան է լսում, ասում է դե ես այնց գլուխ չեմ հանում, էլ դադարում է լսել, հա։ Շատ մինչև հիմա այդ թեման անընդհատ ծեծում են ու երեք էլելի կրկնվում էին, երեք այսօր այդ ձևի մեկնաբանություններ ֆեյքերից ու ոչ միայն ֆեյքերից, թե դժբախտ պատահար է ու դե ուրեմն մի քաղաքականացնեք, ամեն մեկի հետ էլ կարող է լինել սենց բան։ Ես խնդրեմ ձեզ վառ օրինակ, կներես Նարեկ ջան, դիմացիր։ Ընդորում ընենց դեմքով է խոսում, դե դերասանա ԿՊ անդամ էր այն ժամանակ։ Այնպես դեմքով է խոսում, լրիվ բանալ ինչ-որ բաներ է ասում այդ պրես ռելիզից, սա իդեպ հենց նույն երեկոյանն է այդ օրվա եղել, այնպիսի բանալ բաներ է ասում, բայց ընենց դեմքով իբր գաղտնիքներ է բացում, հա, բայց իր ասած այն է, որ անդադ կրկնում է, դժբախտ պատահար է եղել, դժբախտ պատահար է եղել։ Ու ասում է, ոնց չեք ամաչում տալ մարդկանց անուններ, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյան, այդ մարդիկ ասում են, որ շարասյունն է, ասում է, ոնց չեք ամաչում, հա։ Այն որ սա իբր դժբախտ պատահար է, էսա օրինակներ, հա, Վիլեն Գաբրիելյանն է ասում, երեկվա ողբերգական միջադեպի հետ կապված քաղաքական նպատակներով, քաղաքական դիվիդենտների մասով արտահայտություններ անելը համարում եմ անբարոյականություն։ Ռուբեն Բալոյան, Մեղադրյալի փաստաբանը, փորձ է արվում կապել վարչապետի հետ, չի կարելի, անընդունելի է, քաղաքականացնում են միանշանակ։ Արմեն Խաչատրյան, դեպքը զարհուրելի է, բայց կրկնում եմ, եկեք մի մոռացեք, որ ամեն օր են այդպիսի դեպքեր տեղի ունենում եւ այլն, ընդ որում ասենք արդեն հաջորդ տարի էր թե 2 տարի անց Գրիգոր Մինասյանը, այն ժամանակ արդարադատության նախարարը, շատ լավ իմանալով, որ իրավունք չունի, ինքը այդպիսի բան անի, այն հայտնի պրիոմն է անում, որ ես որպես քաղաքացի եմ ասում, բայց իմ աչքին սա երևում է որպես դժբախտ պատահար, հա։ Այսինքն սա քաղաքական պաշտոնյաների քաղաքական ուղղորդման շատ լավ օրինակ է։ Երբ որ ասում են մի քաղաքականացրեք, իրականում հենց իրանք են քաղաքականացնում։ Մի բան անդրադառնամ ուղղակի այս բանին մտքովս անցավ, այս որ ասում է ամեն օր են այսպիսի դեպքեր տեղի ունենում, Սոնայի դեպքի հետ կապված ուղղակի մի բան հետաքրքրվում էի, ուսումնասիրեցի ընդհանրապես այս դեպքեր համաշխարհային պրակտիկայում շատ կան, որ վրաերթի են ենթարկել մահվան ելքով, թողել են, գնացել են եւ այլն ու չգտա։ Այսինքն ոչ միայն ամեն օր չէ, այլ նաեւ տենց համաշխարհային պրակտիկայում, չգիտեմ, ես չեմ գտել դեպք, որ որևէ պաշտոնյայի առաջի դեմքի ավտոշարասյունը մարդ սպանի, թողնի ու հեռանա։ Ստեղ արդեն այդ խոսույթները, որոնք իշխանական բուրգի վերևից են գալիս, արդեն գնում են, դառնում են սոցցանցային, հա, մեկնաբանությունների խոսույթ, ինչ որ ոմն Արմեն Բաբան, օրինակ Արտուր Սահակունցի մոտ գրում է. «Սպասենք իրավապահների կողմից արվող քննության արդյունքներին եւ դրանց հրապարակմանը»։ Սա այն բանն է, էլի, պաշտոնական այդ գործընթացների հեքիաթն է։
կամ ստեղ արդեն սպառնալիք է գնում, այս հաջորդ օրն է, ստեղ արդեն սպառնում է նույն գնելը, որ չհամարձակվեք ընդհանրապես այս թեմայով խոսել, բան գրել, թե չէ ծեծելու ենք ձեզ։ Մի հատ այս սպառնալիքները այն ժամանակ ոչ միայն ընդհանրապես գրողներին ասում են ձեր էջերը Facebook-ում, բան, հեսա որ լսեք կարճ է։ Ինչը կապված այդ թեմաների հետ հեռացեք ու այլևս ոչ ոք բացարձակ ցանկացած մեկը, ով որ այս եվրիկից հետո հենց հիմի ժամը 16-ից 10 րոպե է, ցանկացած մեկը, ցանկացած էջ, ով որ դարձյալ կփորձի շարունակել այս թեման քաղաքական բանով, լուրջ եմ ասում, շատ հնարավոր է շանսեցի արժանանա։ Այդ մարդիկ Սա իշխանական կուսակցության անդամ է, սպառնում է շանսեցող մարդկանց, որոնք կհամարձակվեն հիշատակել Նիկոլ Փաշինյանի անունը Սոնա Մնացականյանի սպանության, այդպես էլ կարանք ասենք, սպանության կոնտեքստում։ Ու թեմայի շեղումը հաջորդ օրը եղավ ինչ-որ իբր ծեց կրտուկ, սենց ներկայացվեց մեր իշխանական մամուլում, որ ցուցարարները հարձակվել են Անտարես Հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա, հենց այդ տեղում էր, ու ասեմ, օրինակ հայկական ժամանակում, ասենք, հենց բուն Սոնայի դեպքից, չգիտեմ, 2 գրառում էր, իսկ այս դեպքից մի 4-5 հատ, հիմա զուտ հիշելով եմ ասում, բայց այդ ձևի տարբերություն էր։ Այսինքն սա կարծես թե կապ ունի այդ թեմայի հետ, բայց ստանում են այդ թեմայից դուրս դեպի ընդդիմություն։ Զոհի արժեզրկում, պիտակավորում, վարկաբեկում էս երրորդ փուլն է, խայտառակ բաներ են գրվել մեր իշխանական քարոզիչների կողմից, սա էլի հայտնի քարոզիչ է, ուրեմն նախ ասում է ընդդիմությունն է իբր մեղավոր, ինչի պարզ չի, բացատրում է ինչի էլի իրաբանով։ Ասում են, նրանք փորձել են վարչապետին ուղեկցող Շարասյան դեմը փակել եւ անել այն, ինչ Արարատ Միրզոյանի հետ արեցին։ Հույսը այն մարդիկ են, որ իրանք կարդան մարդիկ, որոնք տեսանյութը չեն նայել ու որ ընդդեմ ոչ մի ոչ ցուցարար կա, ոչ մեկ ճանապարհ չի փակում եւ այլն։ Ընդամենը Սոնա Մարտիրոսյանը, Սոնա Մնացականյանը, ներողություն, հետիոտնային անցումով իր կանաչ լույսի տակ անցնում է ոստիկանն է իրան մեջքով կանգնած։ Կամ այս բանը, մեկն ասում է 18 տարեկան էր, մյուսն էլ թե 28 տարեկան էր հղիկինը եւ իբրև փորձել է կանգնեցնել Շարասյան մեքենան։ Փաստ ցավալի է, սակայն պետք է հիշեցնեմ եւ այլն եւ այլն։ Այսինքն սա ակնհայտ կեղծիք է, ինչ որ հղում անում թե իբր ինչ որ մեկը ասում է, էլի այնտեղ տեսանք։ Բայց դա որպես փաստան նամանավանդ էմոցիոնալ այդ վիճակում, հուզական վիճակում մարդը կարդում է, այդքան ներկությունների մեջ չի խորանում, ուղեղում դաջվում է, որ ինչ որ ընդդիմադիր է եղել ու փորձել է կանգնացնել Շարասյանը։ Ընդ որում, քանի որ ընդհանուր անարդարադատության նաև մի մասին ենք խոսում, Թերեզա Ասատրյանը հայտնի իշխանական քարոզիչ է եւ այս դեպքում նույնիսկ իմաստ չունի փաստորեն դիմել դատարան եւ ասել, որ փաստերը կեղծում են։ Հենց Թերեզա Ասատրյանի դեպքում, ով որ վիրավորում էր արցախցիներին ակնհայտ, չեմ կարող ասել ինչ բառերով գրառումներ ուներ, եւ դիմեցինք, որ ատելություն հրահրել եւ այլն վիրավորակ եւ բարույթ չընդունեցին գործը։ Այսինքն նաև այստեղ իհարկե պետք է պայքարել եւ հնարավորինս այս դեպքերում դիմել արդարադատությանը, բայց իմանանք, որ շատ բայց սա քաղաքական չի։ Չի կարելի քաղաքականացնել։ Մի խոսքով, այստեղ մեկ այլ էլի քարոզիչ, իշխանական Հայկ Թորոյան, երևի էլի ճանաչում եք, ուրեմն ինչ է գրում, իսկ 5-րդ Շարասյանը թող անիմաստ չվնգստա, թող ժամանակին քաղաքացիների կրթության փողերը չլապեր, մեղավոր անդիմությունը եւ այլն ու հետո տեսեք ինչ կարգի ապամարտկայնացում է գնում զոհի ներողություն եմ խնդրում բայց պետք է կարդամ շունը որ շունը հանես փողոց եւ մեքենաների արագ սլացող հոսքի վրա քացով 10 քամակին որ այդտեղով փողոց անցնի վստահ ասում եմ այդ շունը կշրջվի ու հետ կփախչի
բայց տվյալ փողոցը չի անցնի։ Սա ապա մարդկայնացում է, սա պատահական չի, սա արվում է այն բանի համար, որպեսզի զոհի հանդեպ ապրումակցում չլինի, գոնե իրենց կողմնակիցների մոտ։ Մեկ այլ իշխանական հայտնի քարոզիչ, բլոգեր, տխրահռչակ Ռոման Բաղդասարյան։ Էլի ինչ ասում ականատեսների խոսքերով այդ սուտ է, չկա տենց бан, ոչ մի ականատես տենց բան չի ասել։ Инспектор предупредил 2 девушек, что скоро пройдет кортеж премьера и улицу переходить нельзя. Այսինքն իբր զգուշացրել է կարգավորողը, որ պետք չի անցնել, բայց իրանք ու ասում է աղջիկներից մեկը վիճել է ու անցել է փողոցը, հետո փողոցի կեսից շատ անցել է, ձայնը լսել է, փոշմանել է, հասկացել է, որ սխալվել է, որոշել է հետ գնա ու տենց։ Ակնհայտ ստեր, այս ստերը հենց առաջի ժամերին էր լցվում, առաջի ժամերին ու հաջորդ օրը, ու առաջի տպավորությունը մարդկանց մոտ հենց այս ստերից է ցավոք։ Այս մեկն է գրում է, ասում է, ես նույնիսկ համոզված եմ, որ ինքը ասել է Դավաճան Նիկոլը ով է, որ ճամփաս փակեք ու ես սպասեմ, հա, տրանսլիտով։ Մի խոսքով Այս ամեն ինչը հստակ սխեմաներով համաձայնացված աշխատանք է։ Սա պատահական ինչ-որ ատելություն չի, ամեն անգամ, որ այսպիսի արշավ է սկսում, ամեն նման դեպքում, սենց շատ են էլի այս օրինակները, հիմա չծանրաբերում շատ դժվար չի հասկանալ, որ համակարգած է, որովհետև սովորաբար այդ ֆեյքային հարձակումները նարատիվներով նույն օրերին մի քանի ժամվա տարբերությամբ առաջ կամ հետ ասում են իրենց հենց падգամավորները, այսինքն, չգիտեմ, մամլո պատասխանատուները, փորձագետները եւ այլն։ Եվ տեսնում ենք, որ նույն թեզն է, հա, նույն թեզը ինչ որ կա տարբեր ֆեյքերի կողմից արտահայտված, կարող է ասել օրինակ Արսեն Թորոսյանը, Վահագն Ալեքսանյանը, գրեթե նույն բառերով։ Ալեն Սիմոնյանը։ Այո։ 4-րդ փուլից ես չեմ, այս փուլ ուղղակի հերթը չի հասել, որտեղ զոհին ենքան են վարկաբեկել, կամ գուցե եղել են ինչ-որ փորձեր շահագրգռելով, դա արդեն ընտանիքը կուզենա կասի, չի ուզենա չի ասի, ցանկացած դեպքում այս փուլը կարծես թե գոնե հանրային դա այդպես չի երևացել, անցնում ենք, ու վերջին փուլը դա պաշտոնական գործընթացների միջոցով արդարության իրականացման իմիտացիա, մարդկանց հանգստացնելու համար։ Դե հիշում եք, հաջորդ օրը տարածվեց այդ խոսնակից Նիկոլ Փաշինյանի, որ վարչապետը ցավակցություն է հայտնել վրայերթի ենթարկված Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներին ու խոստացել է, ու սա շեշտել եմ, որ երաշխավորել է, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն։ Դե ինչպես է այդ օբյեկտիվ քննությունը ընթանում, մենք բոլորս տեսանք։ Նույնը ասվել է, այս արդեն կարծեմ մի տարի անց էր 23 թվականներ, թե ամեն ինչ օբյեկտիվ է ընթանում ու չի կարող ինչ-որ բան խանգարել։ Ոչ մի պատճառ չկա, որ գործով օբյեկտիվ չքննվի, հա, այդ իր խոսքերն են։ Սա արդեն դատավճռից հետո, օրինակ, տեսեք, 22 թվին, հա, հոկտեմբերին արդեն գրում են հրամանատարի մեղավորությունը հաստատվել է, Սոնա Մնացականյանին վրայերթի ենթարկելու գործով նախաքննությունն ավարտվում է։ Շատերին թվում է վերջ թեման փակվեց, բայց 22 թվականից այս կողմ 4 տարի, դեռ 3.5 տարի սա աշնան ներդրվել, 3.5 տարի դեռ գործ շարունակվել է ու ոչ մեկ չի պատժվել։ Երկրորդը 23 թվականին, հա, Սոնա Մնացականին մահացու վրայերթի ենթարկելու դեպքով դատական քննություն ավարտական փուլում։ Էսա բան կլինի։ Ժողովուրդ ջան, արխային եղեք, ամեն ինչ նորմալ է, արդար է եւ այլն։ Որում գրեթե նույն վերնագրով մի տարի 2 ամիս տարբերությամբ գրում է, այսինքն նույն բանը։ Ասենք շարքային ընթերցողը շատ չի տարբերում նախաքննությունը ինչ է, դատական քննությունը ինչ է, թվում է դե հա, այս այդ գործը բանալ է։ Ու նույնիսկ այսպիսի ցինիզմ, հա, որ ասել է ես ընդհանրապես տեղյակ էլ չեմ, ինչ հոդվածով է դատվում, ես ընդհանրապես
գործին չեմ հետևում եւ այլն, հա, տեղյակ չի գործի ընթացքից, շատ ցավում եմ, էլի բանա, հեռախոսազրույց եմ ունես այդ ուժածի հոր հետ, ինքն ասել է, որ իրավական ընթացակարգով տեղի կունենա ամեն ինչ։ Սա այն դեպքում, որ այդ մարդիկ 2 տարի առաջ արդեն ինչ որ էին հասցրել, հա, հարազատներին։ Ճիշտն ասած չգիտեմ, թե արարքը ոնց է որակվել եւ նույնիսկ ինչ հոդվածով է որակվել, հա, թույլ տվեք ենթադրել, որ բացարձակ սուտ ասա։ Ու այդ հայտնի իր զուտ թարմացնելու համար, հա, ինչպես էին գլուխ գովում իրանց Շարասյան բար։ Այսքանը Ռաֆայելը կեզրափակի, հա, մեր Նարեջան ավելացնելու։ Չէ, կարծես թե։ Ռաֆայելը կեզրափակի ու եթե հարցեր կան, ուրախ կլինենք պատասխանել։ Շնորհակալություն Նարեին եւ Կարենին հետաքրքիր վերլուծության համար ու քարոզչական միջոցների բաղդատումը դետալներով, գործիքներով, որտեղ ավելի պարզ է սկսում հասկանալ, թե ամբողջ մեխանիզմը միասին ինչ սինխրոն է աշխատում, ինչ յուղած է աշխատում, առանց խափանումներ տալու շատ հաճախ ցավոք սրտի։ Ես կառաջարկեմ հիմա, եթե կան հարցեր քննարկումների, մենք 1 րոպե ունենք հղումը, չէ՞, զեկույցի, եթե հնարավորենք, որպեսզի կարողանան դիտողները նաև հղումը վաստել ներկայքում էլ կա և մանրամասն ծանոթանալ զեկույցին, իսկ հիմա եթե կան հարցեր կամ կան քննարկումներ, եթե հարցերը նախորդ բանախոսներին են, հրավիրենք և տեսնենք, կան հարցեր։ Այդ դեպքում մենք երևի թե եզրափակենք այս պահին։ Գուցե իմաստ ունի շատ կարճ ամփոփել, հա, 3 թեզ, թե ինչի է սա քաղաքական գործ։ Լավ։ Ընդհանուր ինչ կարող ենք ընդհանուր հետևություն անել այս գործի ուսումնասիրության օրինակով։ Մարդու շատ իրավունքներ ու դրանց երաշխիք արտադատականության իրավունքը մի համակարգից է գալիս։ Դա ուժային կառույցներից, իրավապահ մարմիններից եւ դատական համակարգի անկախության սյուների վրա հիմնված գործիք է, որը երաշխիք է։ Ինքը եւ իրավունք է, եւ երաշխիք այլ իրավունքների։ Եվ կազմակերպությունները, ինչպիսին մերն է, հաճախ